Բարև ձեզ։ Կասկադ համալիրի հեղինակներից Ջիմ Թորոսյանն ասում էր. Կասկադը յուրահատուկ էր իմ և գործընկերներիս համար։ Այն սովորական շենք կամ կառույց չէ, այլ հանդիսավոր առանցք կապված գեղեցկության գաղափարի հետ։ Հիշում եմ, ինչքան էինք մտածում, թե ինչպես այն պետք է ներքևից ձգտի դեպի վեր, զարգանա և հասնի իր տրամաբանական ավարտին, հայկական պետականությանը նվիրված օբելիսկին։ Կասկադը քննարկման է հրավիրում, քանի որ այն մարմնավորում է մայրաքաղաքի ճարտարապետական առանցքը և հայ մշակութային ինքնությունը իր պատմությամբ և խորհրդանիշներով։ 6-րդ օր հաղորդաշարի այսօրվա հյուրը քաղաքաշինությանը և ճարտարապետությանը վերաբերող 100-ից ավելի մենագրությունների և գիտական հոդվածների հեղինակ ճարտարապետ Կարեն Բալյանն է։ Բարև ձեզ, պարոն Բալյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ ենք հրավերն ընդունելու համար։ Շնորհակալություն հրավիրելու և հնարավորություն տալու խոսելու։ Պարոն Բալյան, համացանցում շատ են կասկադի մասին նյութերը, բայց դրանք հիմնականում հաջորդում են քաղաքապետարանի կայացրած այս կամ այն որոշմանը, այսինքն ավելի իրադարձությունների բնույթից բխող նյութեր են։ Այսօր կուզեի լսել կասկադի ինչ լինել ըստ էության, գաղափարաբանական և մշակութաբանական տեսակետից։ Ինչպես կձևակերպեք, ինչ է կասկադը։ Դուք վերեցիք Ջիմ Թորոսյանի խոսքերը, հիշատակեցիք, գեղեցկության առանցք, այդպես է ասել։ Խորհրդանիշ, այդ առանցքը։ Այս գիրքը, որ նվիրված Ջիմ Թորոսյանին գրված գիրքը հրատարակվեց, ես դրան ենթավերնագիրն է Maestro di Bellezza իտալերենով, Իտալիայից շատ էր կապված Ջիմ Թորոսյանը, գեղեցկության վարպետը, իսկապես առաջին հերթին։ Տեսնում եք, նա գեղեցկությունը ֆունկցիա է, և ըստ Ջիմ Թորոսյանի, և ըստ իս։ Գեղեցկությունը ֆունկցիա է, գեղեցկությունը չբերենք հիշենք, շատ դարձը արդեն շատ սովորական է Դոստոևսկու հայտնի բանաձևը, որ գեղեցկությունը կփրկի աշխարհը։ Իսկապես, որ երբեմն հիմա համատարած, սկսենք հակառակ, դուք շինարարության մասին եք հարցնում, կառուցելու, իսկ ես քանդելու, որտեղ մենք այսօրվա մեր ժամանակը դա քանդելու ժամանակ է։ Մենք համատարած տեսնում ենք, թե ինչպես է քանդվում բազմաթիվ կառույցներ, ինչպես է քանդվում միջավայրը քաղաքի առաջին հերթին, ես միայն կմնանք քաղաքաշինության, այսպես ասած, այդ թեզի սահմաններում, այդ նարատիվի սահմաններում։ Գեղեցկությունն է գուցե, որ կարող է այսպես պահպանել կառույցը հետագա այդ փլուզումից ասեմ, թե ոտնձգություններից ասեմ, այն ինչ որ տեսնում ենք անընդհատ։ Կասկադը անավարտ է։ Դա այնուամենայնիվ Երևանի այն դարձավ գուցե գլխավոր կենտրոնը։ Ինչպես տեսնում եք, մարդիկ գալիս են կասկադ, օտար մարդիկ գալիս են կասկադ։ Երևանի ոնց որ դարձել է դա Երևանի, այսպես ասած, չեմ ուզում շաբլոն ինչ-որ բառեր օգտագործել, այցեքարտն է և այլն, թե ամենադեպս այն մարդիկ, որոնք որ գալիս են Երևան, պարտադիր ուզում են տեսնեն կասկադը։ Դա ֆորում է, իհարկե, քաղաքային ֆորում, և պատահական չի, որ առաջին տարբերակով նախագծի այն պետք է ավարտվեր հենց այդպիսի ամֆիթատրոններով, 3 ամֆիթատրոն պետք է լիներ վերևում, այդ շքեղ ձևակազմության, այսպես ասած, կասկադից հետո, կասկադ, այսինքն ես արդեն երկրորդ իմաստով եմ ասում, մեկը մյուսին հաջորդող այդ շքեղ ձևերի զարգացումը ավարտվում էր բավականին զուսպ 3 ամֆիթատրոններով, որտեղ ըստ հեղինակների պետք է որ մարդիկ
երևի թե ինչ որ մի հանդարտություն զգային, կարող էին այդտեղ նստել եւ արչեվում, ներքևում Երևանն էր, իսկ արչեվում Արարատը, Մասիսը։ Հետաքրքիր դիտարկում կուզեի նորից մեջ բերել Ջիմ Թորոսյանի խոսքից, առայն որ իրենք շատ մանրակրկիտ մտածել են, թե ինչպես պիտի Կասկադը ներքևից բարձրանա, ձգտի դեպի վեր եւ հասնի հայկական պետականությանը նվիրված օբելիսկին։ Կուզեի խոսենք այդ օբելիսկին, որ նախագծվել է եւ նվիրվել է հենց հայկական պետականությանը, խորհրդանշել է հայկական պետականությունը։ Ну, սա շատ կարևոր եւս մի թեզ է առաջ քաշում, քանի որ գլխավոր մտածմունքը, որ հիմա բոլորիս մոտ կա, մասնավորապես ինձ համար Կասկադի ավարտման հետ կապված, որի մասին ասացիք, որ հիմա քննարկվում են այդ հարցերը, որ որոշում կա Կասկադը ավարտել, որը իհարկե պետք է ավարտվի Կասկադը։ Այստեղ գլխավոր խնդիրը այն է, թե ինչպես պետք է արվի, որպեսզի պահպանվի այդ կապը Կասկադի եւ հիմա դուք ասում եք Հայաստանի պետականությանը նվիրված հուշակոթողին, որը իրականում կառուցվում էր որպես 1967 թվականին է կառուցվել եւ դա նվիրված էր խորհրդային կարգերի հաստատմանը, ընդ որում ոչ թե Հայաստանում սա հետաքրքիր պատմություն ունի, որտեվ նախապես 60 թվականին, երբ որ 40-ամյակն էր խորհրդայնացման Հայաստանի, որոշվում է այդտեղ կառուցել այդ օբելիսկը, բայց տևում են երկար տարիներ, ընդ որում մրցույթում հաղթում են Ջիմ Թորոսյանը եւ Սարգիս Գուրզադյանը, որոնք եւ իրականացրին այդ 50 մետրանոց կառույցը եւ ավարտվում է միայն 67 թվականին իրականացվում է, այսինքն դա խորհրդային հեղափոխությանը նվիրված հուշակոթող էր, իհարկե վերանվանվեց որպես Հայաստանի վերածնունդի, պետականության, Հայաստանի պետականության կոթող, բայց ասենք, որ դա ընդամենը եւ ուղակի մի վերանվանում չէր, որտեվ ամբողջ սեմանտիկան, ամբողջ իմաստաբանությունը այդ կառույցի հիմնված էր հայկական խորհրդանիշների վրա։ Այնտեղ սկսած նրանից, որ ներքևում այդ հավերժության խորհրդանիշն էր 5 մետր տրամագծով փորագրված սյան եւ հետո այնտեղ ցածր ծավալի ներսի հատվածը այսպես ձևավորված են, ասենք, սալիկներով, որմնականդակներով, որոնք որ պարզորոշ հիշեցնում են խաչքարեր, չնայած դրանք բուսաբանական, այսպես ասած, բույսերի սյուժե ունեն, տերևներ են, ծաղիկներ են եւ այլն, բայց դրանք պարզորոշ հիշեցնում են խաչքարեր իրենց ուրեմն բովանդակությամբ եւ իհարկե Չարենցյան բառերը, որոնք որ ամբողջները խելագարված այդ տեքստից վերցված այդտեղ դա ամբողջովին ազգային մոտիվներով, ազգային ձևերով հագեցրած մի կառույց էր, որը բացարձակ որևէ խորհրդանիշ չուներ այդ հեղափոխության հետ օկտեմբերյան։ Եվ վերջը հետո լրացվեց նաև այն Էրեբունիից վերցրած խորհրդանիշով, որը անհասկը, վերևում որ 15 մետրանոց ավելացվեց ավելի ուշ, եւ դա էլ դարձավ խորհրդանիշ արդեն Երևան Էրեբունի, այսպես ասած, որպես մի կարևորագույն եւս մի նարատիվ։ Եվ սրա կապը այս կառույցի, որը ունի մեծ տերաս, որտեղից բացվում է հենց տեսարանը դեպի ներքևում սփռվող Երևանը եւ կառուցվող Երևանը, այն ժամանակ շատ գեղեցիկ էր Երևանը, շատ այսպես ասած օրգանական եւ Մասիսը վերջում որպես այսպես ամբողջ այդ թատերականացման ավարտ։ Պես որ դա մի շքեղ տեսարան է, նույնիսկ այսպես
զարմացնող իր մասշտաբով, մասից ասեմ ձեզ, մենք Արարատը տեսնում ենք այն մասը, որը մենք տեսնում ենք, գուցե ամենամեծ չափն է, որ մարդ աշխարհում կարող է տեսնել երկրագնդի վրա 4300 մետրից ավել է այն դաշտի ուրեմն այդ ներքևից մինչև Մեծ Արարատի գագաթը։ Եթե այսօր չհիշատակելու լինենք անգամ անկախության տասնամյակների ընթացքում մայրաքաղաքի քանդված եւ ապակավված մյուս շենքշինությունները, փաստացի այսօր արդեն խոսում ենք նաեւ մայրաքաղաքի հատակագծի հիմնարար բաղադրիչ հյուսիս-հարավ հատվածի եւ նրա կարևոր մաս կազմող կասկադի վտանգի մասին, կասկադին սպառնացող վտանգի մասին։ Մի հետաքրքիր բան կա սակայն, այդ վտանգը ոչ միայն տարածվում է ճարտարապետական ժառանգության վրա, այլև քաղաքային ինքնության վրա։ Ինչ վտանգ է ի վերջո սպառնում։ Ես չեմ կարծում, որ այստեղ են վտանգները արդեն տեղի են ունեցել։ Մենք հիմա ուրեմն ես կուզենայի հակառակ հայացք ունենայինք։ Երբ որ մենք նայում ենք ներքևից դեպի կասկադ, այսինքն դեպի վեր, այստեղ ասեցի գլխավոր խնդիրը նա է, որ այն ինչ որ այդտեղ կառուցվի, այն ինչ որ կառուցվի վերջնամասում կասկադի, որպեսզի նա չխաթարի կապը կասկադի եւ հուշահամալիրի։ Այսա կարևորագույն բան է, որովհետեւ այն տարբերակները դրանք էսկիզային են, ես սպասում եմ, որ տեսնենք, թե վերջնական նախագիծը ինչպես պետք է լինի։ Այն ներկայացված եւ չասենք հաստատված, որտեղ նախագիծը չի հաստատվել, դա մոտեցումն է, այսպես ասած հաստատվել, որ այդտեղ պետք է կառուցվի դահլիճ եւ այլն, այնտեղ ցուցասրահներ։ Այն ինչ որ ներկայացված է, այդտեղ կապը կխզվի եւ այդ 50 մետրանոց պլյուս 15 մեր օբելիսկը կկրճատվի եւ կդառնա ինչ որ մի փոքրիկ այսպես անկապ բան, որը այսա անթույլատրելի է, սա պետք է անպայման պահպանվի այդ առանցքը, բայց ես ուզում եմ նայել հակառակ ուղղությամբ, խաթարվել է, ընդհատվել է հյուսիս-հարավ առանցքը, որը գլխավոր առաջին հատակագծի, այսպես ասած, հիմնա առանցքն էր, հա, կրկնողության համար կներեք, հա, բայց այդպես։ Սա խաթարվել է այն բարձր շենքերով, որոնք կառուցվել են այդ ուղղությամբ։ Եվ այդտեղ գլխավորը երկու, ես դա բազմիցս կրկնել եմ, բայց ստիպված նորից պետք է ասեմ, բազմիցս դրա մասին ասել եմ, ստիպված նորից պետք է կրկնեմ, որ այդ առանցքի վրա երկու հիմնական, այսպես ասած, շեշտ պետք է լիներ, դոմինանտ, դա օպերայի շենքն էր եւ հաջորդը պետք է լիներ կառավարական տան թմբուկը, որը փոխարինվեց քիչ շեղված արդեն առանցքով պատկերասրահի այդ պայմանականորեն ասենք էլի թմբուկով, այդ բարձր մասով։ Ուրեմն այս ամբողջը այդտեղ ընդհատվեց։ Այսօր որ դուք նախ վերևից որ նայում եք, դուք չեք գտնում օպերան, դուք երկար նայելուց հետո նոր տեսնում եք այնտեղ կորած այդ անկանոն բարձրարկ շենքերը եւ գլխավոր այստեղ իհարկե սխալը եղավ այն, որ օպերայի Հյուսային պողոտա նոր որ երբ որ սկսեց իրականացվել, ունեցավ բարձրահարկ այդ հատվածը։ Հետո ինքը Հյուսային պողոտան եղավ, այսպես այդ ծայրահեղ անհաջող կառուցված այդ բարձր կառույցներով, որոնք որ եկան եւ հիմա էլ այնտեղ դեպի նույնիսկ այդ պատկերասրահը էլի եմ կրկնում փոքրինչ շեղված, բայց այնուամենայնիվ այդ հեռանկարն էլ է փակվում։ Այսինքն ամբողջովին այդ գաղափարը խզվել է։ Դուք այլևս չունեք այդ հյուսիս-հարավ գաղափարը, որը կասկադ, օպերա, հրապարակ, դրանք բոլորը ընդհատված են։ Դուք կասկադի վերևից հարթակի կարող եք տեսնել միայն ներքևի մասը, հետո դուք այդտեղ եթե կարողանաք գտնեք օպերան, այդտեղից արդեն չեք կարող ընդհանրապես հեռանկար տեսնել դեպի հրապարակ։ Երբ կասկադի բաց շին հրապարակն անմխիթար վիճակում էր,
ճարտարապետական տարբեր թիմեր առաջարկում են իրենց նախագծերը։ Եթե այս իրավիճակը փորձենք պրոյեկտել գրականության մեջ, ապա կստացվի, որ մի հեղինակ մի օր որոշի շարունակել մեկ ուրիշ հեղինակի անավարտ մի գործ, ասենք Թումանյանի Հազարան բլբուլը, եւ ընդ որում հեղինակային իրավունքներ բանեցնելով ուրիշի կիսատ ստեղծագործության վրա։ Պատկերացրեք, թանգարանից վերցնի Թումանյանի անավարտ Հազարան բլբուլը, որը Թումանյանը չհասցրեց ավարտել, որովհետև վատառողջ էր եւ մահացավ։ Եվ իր ձեռագրով շարունակի Թումանյանի գրածը եւ այս դեպքում եթե մենք չգիտենք թե Թումանյանն ինչ էր ուզում, ինչպես էր մտածում ավարտել, ապա Կասկադի դեպքում կա նախագիծ, որի հիման վրա կառուցվել է այդ շենքը, շինությունը։ Ինչու հնարավոր չէ շարունակել այն նախագծով, որով կառուցվել է։ Իրականում կա երկու հեղինակային նախագիծ, առաջինի մասին ես ասացի, այդ ամֆիթատրոններն էին, հետո հեղինակները իրենք հրաժարվեցին այդ տարբերակից եւ նախագծեցին այսպես Կասկադը նույն այդ երկու գծով շարունակվող։ Մինչև օբելիսկը։ Եվ իհարկե գլխավոր խնդիրը այդ կապն էր Կասկադից անցում դեպի օբելիսկ, այնտեղ Կասկադի այդ ուղղայած այդ թեք լանջով կտրուկ բարձրացող այդ Կասկադը այդտեղ դադար է ստանում եւս մի մեծ հարթակ եւ այդտեղից արդեն հնարավորություն է ստեղծվում այդ կապը ապահովել։ Երբ որ արդեն հեղինակների կյանքի օրոք ես նկատի ունեմ Ջիմ Թորոսյանին եւ Սարգիս Գուրզադյանին, իսկ Ասլան Մխիթարյանը ողջ առողջ շարունակում է աշխատել, օրոք սկսվեց այդ շինարարությունը Գաֆեսչյան կենտրոնի կողմից ամերիկյան ճարտարապետին հանձնարարելով։ Դա տարօրինակ էր իհարկե, երբ որ հեղինակները կային, այնուամենայնիվ դա տեղի ունեցավ։ Եվ դրա հետև արդյունքը եղավ այն ահռելի մեծ փոսորակը, որ այսօր մենք ունենք։ Այսինքն այն նախագիծը, որը ըստ իս վերջնական, այսպես ասած, հեղինակները իրենք կետը չէին դրել։ Եվ այդ նախագիծը այնտեղ ինձ թվում է ես ոնց որ ինչքան ես գիտեմ, ինչքան ես եմ հասկանում, ինչքան ես եմ վերլուծում, սա դեռ շարունակվող այսպես խնդիր էր։ Այնուամենայնիվ այդ երկրորդ նախագիծը կար։ Եւ որտեւ այնտեղ կային խնդիրներ, որոնք որ պետք է դեռ որոնց շուրջ պետք է մտածել, այնտեղ հենց ինքը ինչ որ վերաբերում է օբելիսկին, եւ երբ որ սկսվեց այդ շինարարությունը, սիտուացիան փոխվեց։ Հասկանում եք, ճարտարապետությունը ավելին է մի քիչ այդ օրինակը ձեր դիպուկ է, բայց այնուամենայնիվ այդպիսի օրինակներ են, որում կան արվեստի պատմության մեջ, երբ որ երաժշտական ստեղծագործությունն են ավարտել, բայց այստեղ քաղաքաշինությունը եւ ճարտարապետությունը մի քիչ այլ բնույթի է։ Ուրեմն այդ փոսորակը փոխել է սիտուացիան։ Ուրեմն այստեղ նույն նախագիծը դու չես կարող ցանկության դեպքում էլ օգտագործել։ Այստեղ պետք է ուրեմն արվեր նոր նախագիծ, որն ի դեպ ինքը Ասլանը Մխիթարյան արդեն երբ որ իր ավակ գործընկերները արդեն կյանքից հեռացել էին, նա մի քանի տարբերակ եւս նախագծեց։ Այսօրվա քաղաքի մոտեցումը, որ այդտեղ ֆունկցիոնալ առումով այլ է, եւ դրա համար անհրաժեշտ է նոր նախագիծ իհարկե, բայց այստեղ մի կարևոր խնդիր կա եւս, ձեռագրի խնդիրն է, որի մասին դուք ասեցիք, նմանեցնել, թե անել նորովի միանգամայն այլ
մոտեցմամբ։ Գիտեք, ես իմ համոզմունքներով միշտ շատ դեմ եմ եղել այդ նմանեցմանը։ Այդ կեղծիքը բացարձակ ինձ համար ընդունելի չէ։ Դա այսինքն ես արդեն ասել, ոնց որ ասած գնահատականը տվեցի, որ կեղծիք է ստացվում, որ դու փորձում ես նմանվել, ենթադրենք մեծ վարպետին, Թումանյանին չես կարող նմանվել, չի ստացվի, կլինի այլ կերպ եւ դա պետք չի անել։ Նույնը այստեղ, որտեղ կան կարծիքներ, որ թող օգտագործվեն այն առաջարկները, որոնք որ արվել էին հեղինակների կողմից, բայց դա կլինի ուրիշ ձեռագրով գրված Թումանյան։ Իսկ այնինչ որ ներկայացվել է, ես չեմ կարող ասել, որ ես հավանեմ այդ նախագծին։ Բացարձակ այդ նախագիծը, նորից եմ ասում, ընդհատում է կապը Կասկադի եւ Օբելիսկի միջև եղած կապը, որը անթույլատրելի է քաղաքաշինական առումով։ Բայց դա դեռ ավարտը չէ։ Երբ որ նախագիծը կավարտվի, եւ հույս ունեմ, որ մեզ ցույց կտան դա, այն ժամանակ մենք պետք է խոսենք եւ եթե քննադատելու բան կա, քննադատենք։ Բայց ես կարծում եմ, որ նմանեցնել պետք չէ, այլ պետք է անել չեզոք միջարտարապետություն, որը կլինի արդեն ժամանակի այն մյուս շերտը։ Կասկադը արվեց այնքան, ինչքան արվեց, ինչքան կարողացան, ինչքան հասցրին անել հեղինակները եւ նաեւ ասենք, որ Գաֆեսչյանը, որը որ այնուամենայնիվ ավարտի բերեց այդ հատվածը։ Այսօր մենք ունենք լիարժեք ամբողջովին իրականացված կասեի զարմանալի նույնիսկ աշխարհի մասշտաբով, այսպես կասեմ, գնահատած, որտեղ որ նայում ես այն բեկորներին, այն վարպետության, թե ինչպես է դա նկարված, ինչպես է դա գծված եւ ինչպես է դա իրականացված, դա միայն եւ միայն զարմանք է առաջացնում։ Կասկադը նաեւ ունի մի շատ լուրջ խնդիր այն կառույցները, որոնք որ նրա աջ ու ձախ կողմերում գոյացան։ Այստեղ մենք տեսնում ենք ոնց որ մեր ճարտարապետության ամբողջ այդ թերացումը, որտեղ չէր կարելի ավելի ոչ պրոֆեսիոնալ, այսպես ասեմ, որպեսզի մաքսիմալ լինեմ սահմաններում մոտեցում ցուցաբերել։ Եվ այստեղ դա կարծեմ Գյոթեին են վերագրում այդ բարերը, ասում են, երբ որ բժիշկը սխալվում է, գերեզման են փորում, երբ որ ճարտարապետն է սխալվում, ծառ են տնկում։ Այստեղ պետք են բազմաթիվ ծառեր տնկվեն, որպեսզի մենք կարողանանք կասկադը անջատել այդ մեր այսօրվա հախուռն, այսպես որևէ մի կանոնի չենթարկված քաղաքաշինությունից։ Ինչպես է հնարավոր պահպանել եւ պաշտպանել ազգայինի խնդրագրումը քաղաքական, տնտեսական, սպառողական շահերից։ Գիտեք, ես իմ գիտնական աշխատանքը սկսել եմ հենց այդ թեմայից, երբ որ ես գնացի Մոսկվա ասպիրանտուրա սովորելու, առաջարկեցի Յուրի Յարալովի մոտ, որ այդ թեման ով զբաղվում էր, ես էլ առաջարկեցի, որ պետք է որպես դիսերտացիա տնախոսության թեմա ժամանակակից հայ ճարտարապետության ազգային ինքնատիպությունը 60-ական 70-ական թվականների։ Ինձ ասում էին նույնիսկ, որ այսպեսի արդեն ազգային գոյություն չունի։ Տեսեք ինչ է կատարվում աշխարհում ամբողջ ժամանակ գլոբալիզացիա բառը չկար, բայց իմաստը կար։ Բայց այնուամենայնիվ հաջողությամբ այսպես ավարտին հասցրի այդ աշխատանքը եւ այդ մարդիկ էլ ընդունեցին, ոչ թե ես ուզում եմ ասեմ իմ արածը, այլ ընդունեցին, որ ազգային ճարտարապետություն մենք ունեինք, այդ խորհրդային ունիֆիկացման պայմաններում մենք ունեինք
ազգային ճարտարապետություն, խոսք գնում է 60-ական, 70-ական թվականների մասին։ Մենք հիմա չունենք ազգային ճարտարապետություն, բացարձակ, աբսոլյուտ ապազգային է մեր ճարտարապետությունը այսօրվա, որտեղ մենք չենք կարողանում տեսնել քաղաքը, մենք չենք կարողանում տեսնել ռելիեֆը, մենք չենք կարողանում տեսնել միջավայրը, մենք չենք տեսնում մարդուն, մենք տեսնում ենք ահռելի բնակելի շենքեր, մենք ասեցինք դրա մասին, կատարում ենք այն հեռանկարները եւ այլն։ Ազգային ճարտարապետության հիմքում պետք է ազգային գաղափարը լինի։ Երբ որ մենք ունենանք ազգային գաղափար, կծնվի ազգային ճարտարապետությունը։ Այն ժամանակ այդ ազգային գաղափարը այնուամենայնիվ կար, որտեղ 60-ական թվականներ, 60-ականները, այսպես ասած, հայտնի է շեստիդեսյատնիկի, դրանք ազգային գաղափարով էին լցված։ Սևակը, Մինասը եւ բազմաթիվ այլ ստեղծագործողներ։ Այնպես որ եւ մեր ճարտարապետությունը լավագույն օրինակը գլխավոր այդ ժամանակվա իհարկե Ջիմ Թորոսյանն է, որը ամբողջովին նվիրված էր նրա ստեղծագործությունը այդ ազգային գաղափարին։ Այսօր մենք միայն եւ միայն պետք է մտածենք դրա մասին։ Նորից եմ կրկնում, մենք բացարձակ մեր ճարտարապետությունը ապազգային է։ Կասկադի դիմաց տեղադրված Թամանյանի արձանի պատվանդանին փորագրված է մայրաքաղաքի հատակագիծը եւ Չարենցի Թամանյանին նվիրված բանաստեղծությունից մեկ տող։ Նա տեսել է երևի արևային մի քաղաք։ Ես շատ եմ սիրում այս բանաստեղծությունը եւ հետաքրքիր էր իմանալ ձեր կարծիքը, ինչպես է հարաբերվում պոետական, բանաստեղծական տեսլականը ճարտարապետական իրականության հետ։ Գիտեք չէ, Չարենցը դա գրել է 1936 թվականի փետրվարի 20-ից լույս 21 գիշերը, երբ որ իմացել է, որ Թամանյանը մահացել է։ Եվ այդտեղ այդ բանաստեղծության մեջ այնտեղ կան շատ պոետիկ է իհարկե ֆանտաստիկ, բայց այդտեղ կա երկու կներեք բառը օգտագործեմ այսօր մոդայիկ երկու նարատիվ։ Մեկը այն ինչ որ դուք ասեցիք, նա տեսել է երևի արևային մի քաղաք, ուրեմն այդ գաղափարը, որ Թամանյանը բերեց եւ կառուցեց Երևանը, որը որ վերածնունդի քաղաք էր մեզ համար։ 19 թվականին է Թամանյանը եկել Հայաստան, այդ նպատակով, որ նոր մայրաքաղաք, այսինքն եղերնը դեռ կարելի ասել շարունակվում էր, եւ վերածնունդի այդ քաղաքը։ Եվ Թամանյանը եւ շատ մյուս այլ ճարտարապետներ դա իրականացին եւ պետական գործիչներ իհարկե եւ շինարարներ եւ բանվորներ երևանցիներ իրականացրին այդ գաղափարը։ Երկրորդ նարատիվը, որը կա այդ բանաստեղծության մեջ, դա այն է, երբ որ Չարենցը նշում է այդ բառը բագին, որը նա ասում է օպերային վերաբերող։ Այս երկու խնդիրները գլխավորն էին քաղաքը ինքը, այդ վերածնունդի իդեալական քաղաքը եւ կենտրոնում դրված այդ բագինը։ Ինչ մնաց թե նրանից արդեն կարծում եմ, որ մեր հեռուստատեսողները բոլորը լավ տեսնում են։ Եվ երկուսն էլ խեղճացած, այսպես մենք չկարողացանք այդ պատգամը Թամանյանի, հետո որ մեզ հասցնում է Չարենցը այդ խոսքերով, որը հաստատում է, հասկանում եք, երբ որ Թամանյանի կյանքը ավարտվում է, նա իր հանճարով Չարենցը մեզ դա եւս պատգամ է ուղարկում, թե այս սա պահպանեք, այս երկուսն են։ Այո։ Երկուսն էլ չկարողացանք։ Չեմ կարող ասել, որ չկա, իհարկե կա օպերան, բայց ասեցի ինչ նսեմացած վիճակում, որտեվ հետո մեր այն հարցը ձեր ինչն էր, թե ինչպես կարելի էր, հա, այդ ամբողջ այդ անկուշտ շինարարությունից, որին մասնակից դարձան եւ ճարտարապետները, որին մասնակից դարձան պետական պատվիրատուները, պետական գործիչները եւ ճարտարապետ երյակը պատվիրատու, հաստատող եւ կատարող
Եվ այն ինչին մենք բերեց նրան, որ մենք ուրեմն խեղճացրինք այդ բագինը եւ փլուզեցինք գլխավոր այն գաղափարները, որոնք որ կային դրված այդ արևային քաղաքում։ Պարոն Բալյան, շատ շնորհակալ եմ խորքային եւ բովանդակային այս կարևոր զրույցի համար։ Կասկադի եւ Երևանին նվիրված այս զրույցը արժեր ավարտել Մարինե Պետրոսյանի բանաստեղծությամբ։ Գետեր, տուն էր գետի ափին, իմ տունն էր։ Պատուհանից ուրիշ քաղաք էր երևում, ուրիշ Երևան էր, շենքերն էին ուրիշ։ Մենակ Արարատից էր հասկացվում, որ Երևանն է։ Արարատը նույնն էր, ճիշտ նույնը։ Չնայած մի քանի դար էր անցել, ոնց որ։ Շնորհակալություն, կհանդիպենք։